Բայց ուրախությամբ եւ պարտությամբ ընդունեցի Կարենի հրավերը, առաջարկը խոսելու։ Մի անգամից խոստովանեմ, սա միակ գիրքն է պարոն Բեգալյանի, որ ես դեռ չեմ կարդացել։ Բայց միակն է, որի կապակցությամբ պետք է խոսեմ։ Այսպեսի պարադոքս է մեր կյանքը, ինչու միակը, որ դեռ չեմ կարդացել, որովհետև բանտախցում շատ լավ չծիվո էր, այսպես ասած, պարոն Բեգալյանի այդ ամբողջ մատենաշարի մեծ մասը, ու չասեմ պարապությունից, հավեսով, բայց ազատ ժամանակ ունենալով դա ամբողջնել եմ եւ այսօրվա հերթական հատորը կարդալ չեմ կարողացել, բայց պարոն Բեգալյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այդ տարիներին միասին, Կարանի փորձ ավելի մեծ է խորհրդանական դիվանագիտության մասնակցային առումով, բայց այդ տարիներին միասին ենք աշխատել եւ վստահ եմ, եթե գոնե ոչ իմ խաթր, ապա իր խաթր նորմալ գրել է այդ գլուխը, բայց կկարդամ անպայման։ Հիմա ինչ կարամ ասեմ առանց կարդալու։ Այս կես կատակ կես լուրջ, պարոն Մանուկյանը գեղամ շատ ցավոտ շեշտադրում արեց, բայց մինչև ուզում եմ Տիկին Սրանուշ Հակոբյանի խոսքին անդրադառնալ։ Սրանուշը Ադրբեջանի միպին շատ ճիշտ նկարագրեց, կախյալ է, բարեկամ է, բայց այդ Ադրբեջան բառը որ հանել դներ Հայաստան, ոչ մի բան չէր փոխվելու նկարների մեջ։ Ողջ հարգանքով օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրած զարգացած բոլոր մարդկանց հանդեպ, մինչև վերջի երկու օմբուդսմենները, կարող եմ փաստել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը երևի ամենախեղկատակային եւ ֆասադային ինստիտուտներից մեկն է, դա ասում եմ որպես տասնյակ մարդկանցից մեկ ով անցել է այդ եւ մինչեւ հիմա անցնում է այդ բոլոր գործընթացներով, մենք չունենք այդպիսի անձնավորություն, որի վրա կարող ենք հույս դնել, այո, քաղաքականացնում եմ, որովհետև ինքնին մարդու իրավունքների պաշտպանության երևույթը, որ կանոն իրավաբանները հիմա չեն համաձայնի, քաղաքական երևույթ է, այն ծնվել է քաղաքական մտքի արդյունքում, դա քաղաքականության հետևանք է, ոչ թե առևտրի, ոչ թե մշակույթի, ոչ թե քաղաքականության հետևանք է, առասարակ մարդու իրավունքների ինստիտուտի կայացումը հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում դա ինքնին քաղաքական երևույթ է, հնարավոր չի չքաղաքականացնել, վատ է, որ այո այսօրվա վիճակում մենք առերեսվում ենք այս իրականությանը։ Խորհրդարանական դիվանագիտության մասով մի քանի շեշտադրում կարող եմ հավելել այն ինչ որ պարոն Բեգալյանի հետ միասին անցել ենք եւ տեսել ենք մեր փորձով։ Այո, Գեղամ Մանուկյանը երիցս ճիշտ է, նախկինում դա մեզ միավորող բացառիկ ձևաչափներ։ Ես չեմ հիշում գետ մեկ ընդդիմադիրն ու բացի մեկից, որը հիմա այս հետ միասին ընդդիմություն այս ռեժիմին, ըստի անունը չեմ տա, որ չթիրախավորեմ, չեմ հիշի գետ, պարոն Հարությունյան, ճիշտ եք դուք, չեմ հիշի գետ մեկ ընդդիմադիրի ում հետ մենք որպես իշխանություն ժամանակին միասին կռիվ չենք տվել խորհրդարանական ցանկացած ձևաչափերում, կիսելով իրականում միևնույն օրակարգը։ Ավելին ասեմ, խոստովանեմ սա, նաև նման այցերից կամ նստաշրջաններից առաջ մշտապես դերաբաշխում ենք արել։ Այսինքն մենք հավաքվել ենք պատվիրակությունով եւ արել ենք դերաբաշխում։ Ու այն ընդդիմությունը, որին ներքին քաղաքական արդյոք ոչինչ խնդրել, ասել, հուշել, պահանջել չէր կարող, այդ ընդդիմությունը շատ կոնստրուկտիվ էր եւ մեզանից ոչ պակաս հայրենասեր, երբ որ խոսքը ասում էր նման տեսակի նախապատրաստական աշխատանքներին, լինի Արցախյան հիմնախնդիր, քարոզիա պատերազմ, ցեղասպանության ճանաչում, բլոկադա եւ այլն։ Ինչն է վատ այսօր։ Այսօր շատ վատ է երեք բան, բացի այն ամենավատ բանից, որի անունը այնքան տվեցիք չեմ ուզում տալ։ Նեյով սկսվող։ Շատ վատ է հետևյալը, առաջինը։ Խորհրդարանական դիվանագիտությունը նախկինում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներից մեկն էր այս պարագայում արտաքին քաղաքականության վրա։ Այսօրվա այս անհասկանալի ապապետական կառույցների պարագայում Հայաստանում խորհրդարանական ձևաչափ առհասարակ չունի վերահսկողական ֆունկցիա, ցավոք սրտի ընդդիմությունը չի կարողանում ներկա վիճակում վերահսկել որևէ
իրականում վերահսկել, ոչ թե հողում տալ մամուլի պատմել սկանդալային պատմություն, այլ ազդել պրոցեսների վրա, որոշումների վրա եւ իր ազդեցությամբ շտկել այդ որոշումները կամ պրոցեսները։ Նախկինում դա կար, ամենավառ օրինակը պարոն Բեկյանը թույլ չի տա ստել, ՍԵՊԱ-ն է, քչերը գիտեն երևի, որ ՍԵՊԱ-ով կնքվել է 17 թվականի նոյեմբերի վերջ, նախատեսված է խորհրդարանական վերահսկողության ձևաչափ, որը կոչվում է Parliamentary Partnership Committee (PPC), որի մասին կա հստակ կետ, որ այդ ստեղծվում է, որպեսզի վերահսկի ՍԵՊԱ-ն եւ ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիան։ Ես ուշով հետևում եմ առնվազն եվրոպական խորհրդարանական վերաժողովների աշխատանքներին, չկա այդպիսի բան առհասարակ, եւ համառ ջանքերի ընդդիմության, մեր ջանքեր գործընկեր Այգ Մամիջանյանի, Հայաստան Դաշինքի պատգամավորների ջանքերը ստանալ ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի ընթացիկ ռիպորտ բախվում են պատի եւ մենք որևէ թուղթ խորհրդարանից տեսնելու համար թե ՍԵՊԱ-ն ինչ փուլում է այս 6 տարիների մեջ ուր է հասել, բացի Եվրամիության դեսպանի կենացներից եւ Եվրոանձնաժողովի պաշտոնական կայքի սղլիկ ձևակերպումներից ուրիշ որևէ հողում չունենք։ Երկրորդ պատմական Գեղցիկի եւ պետական գաղտնիք։ Դա Սուտ է եւ պետական։ Այո։ Երկրորդ պատմանը նա է, որ այո մենք ընդդիմության բացառիկ գործիք էր հանդիսանում խորհրդարանական դիվանագիտությունը, երբ որ ընդդիմությունը կարողանում էր այդ գործիքի միջոցով նաև տեսանելի եւ հասանելի լինել արտերկրին։ Այսօրվա կոնյունկտուրան այնպիսին է միջազգային, որ հիմնականում եվրոպական խորհրդարանական վերաժողովներում մեր ընդդիմադիր գործընկերներին ստիպված են լսում, ստիպված են հանդիպում, ստիպված են տեսակցում, որովհետև տեսնել, լսել եւ տեսակցել չեն ցանկանում, որովհետև Հայաստանի գործող ռեժիմը ամբողջությամբ բավարարում է սպասարկելով այն օրակարգը, որ իրենց պետք է եւ ավելի շատ պրոտոկոլ է հանդիպում ընդդիմության հետ կամ շփումները, քան թե իրականում կոնտենտ կամ ինֆորմացիայի փոխանակում, այսինքն եվրոպական խորհրդարանական վերաժողովները դարձել են մի մեծ դանայան տակառ, որտեղ ընդդիմությունը կարող է տոննաներով կոկորդիլոսի արդյունք լցնի իրավիճակի հետ կապված, բայց այդ տակառները մի կաթիլ անգամ չեն լցվում եւ չկա առհասարակ հետադարձ կապ, այսինքն ֆիդբեքը չկա, թե այդքան ահազանգերից հետո ինչ է անում այս կամ այն խորհրդարանական վերաժողովը։ Այո, մենք հասել ենք այն վիճակի, ես մի օրինակը բերեմ, պարոն Բեկյանը վստահաբար այդ օրինակը չի զետեղել գրքում, լրամշակված տարբերակում կարող ես ներկայացնել։ Օրինակը հետևյալն է, ուրեմն այդ արդեն հիշատակված Եվրամիություն Հայաստան խորհրդարանական վերաժողովի ակտական լիստն է, ընդդիմության պատգամավոր Այգ Մամիջանյանը ներկայացրել է ամենամեծ փոփոխություն ցեղասպանության հետ կապված։ Քվեարկությունը նման դեպքերում երկու բաղադրիչներով է, եվրոպացի կարանտին են քվեարկում, հայաստանցի կարանտին, պետք է երկու տեղով են անցնի, որ եվրոպացի քվեարկում են կողմ, Հայաստանի իշխանությունը դեմ։ Պատկերացեք զավեշտի աստիճանը, որ այո ցեղասպանության, ճանաչման, ընդգծման, հայ-թուրքական հարաբերություններում այդ խնդրի կարևորման հետ կապված Եվրոպարլամենտի պատգամավորները կողմ են, ազգային ժողովի քպայականները դեմ։ Նման, այսպես ասած, երկար կարող եմ պատմել, այս նման դրվագներով թե ինչ կարևոր է խորհրդարանական դիվանագիտությունը, ինչ լավ է, որ պարոն Բեկյանը դա առանձնացրել է, բայց եւս երկու բան ասեմ, ու ավարտեմ։ Մյուս առանձնահատկությունը նա է, որ խորհրդարանական դիվանագիտությունը նաև կուսակցական դիվանագիտության կարևոր համընկնող խողովակներից մեկն է, որովհետև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը սկսում են համագործակցել եվրոպական քաղաքական ընտանիքների հետ եւ այդտեղ կա համադրում բուն կուսակցական գործունեության եւ խորհրդարանական գործունեության, ինչը մեր ժամանակ լավ էր, հիմա վատ է, որովհետեւ քպայական այսպես գործող խորհրդարանական մեծամասնությունը սպրդել ու ներթափանցել է բոլոր, գրեթե բոլոր քաղաքական խմբեր եւ այդ մետաստազը, այսպես ասած, ընդհանուր գեոպոլիտիկ շահերի մետաստազը վարակել է շատ ու շատ առաջին հայացքից իրար չբռնող եվրոպական քաղաքական ընտանիքներին։ Այս մի առանձնահատկություն եւ մի բան էլ ասեմ ու վերջա։ Ինչը դուրս եկավ։ Էլ ինչը դուրս եկավ, էլի միջև կարդալս։ Այն է, որ գրքում կա տեսլական,
Այսօր Ես պետք է ասեի։ դու ինձնից երկար կապրես, բայց ես թող դա ասեմ։ Շատ կարևոր էր, որովհետև ինչ այսօր կարդում ես, չկա դալշեն, այսպես ասած, իսկ հետո ինչ անել է։ Խնդիրների նկարագրություն բոլորս բավականին բարձր մակարդակի անում են։ Ընկալումը իրականության ոնստապատածող փորձագետների քաղաքական շրջանակների մոտ առկա է։ Տեսլականի խնդիրը բաղադրիչը շատ-շատերի մոտ բացակայում է եւ ի պատիվ պարոն Բեգայանի եւ իր ստեղծագործական խմբի սա միակ գիրքը չէ, որտեղ կա այդ դալշեն կա ամենուրեք եւ այդ դալշեն տեսլականը, որ այսքանից հետո էլ կյանք կա, այսքանից հետո էլ աշխատելու տեղ կա, այսքանից հետո էլ մի բան փոխելու հնարավորություն եւ գաղափար կա, սա առանձնահատուկ արժեք հաղորդում է ամբողջ աշխատությանը, որ ինքնին ռիսկային է նման գիրք տպելը, որովհետեւ այսօր աշխարհին նայում ես, ամեն ինչ փլվում է, բոլոր միջազգային կառույցները փլվում են, ոչ մի բան չի աշխատում, բազմակողմերը, այսպես ասած, դեվալվացվել են, բայց այս իրականության մեջ սա նաև լավատեսության հիմք է տալիս, որովհետև վաղ թե ուշ բազմակողմերը վերականգնվելու են, ինչ որ մեկ այլ գոմեոստատիկ կետի վրա կանգ է առնելու եւ նոր ճարտարապետության մեջ այո շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես են աշխատում բազմակողմ ձևաչափերը, բա որ կարդա ինչ կնք խոսել։ Մերսի շատ։